Վրաստանի դեսպանատան մոտ ցույց են անում ոգելից խմիչք արտադրողները։ Ավելի քան 20 օր է գեզի անցակետում կանգնած են հայկական արտադրության ոգելից խմիչքով բարձված բեռնատարները։ Վրաստանը մանրակրկիտ ստուգում է հայկական արտադրանքը։ Այնտեղ մեր վարորդի ացելով կանգնած է մոտորապես 30-ից ավել մեքենա։ Մեր հայկական գինիներով, կոնյակներով։ Ասում են պետք է էքսպերտիզա անենք, տեսնենք ձեր կոնյակի որակը որն է, բայց մենք ասենք չենք հասկանում տրանզիտ երկրում մեր կոնյակի որակը իրանց ինչին է հետաքրքրում։ Ամեն ֆուրից ընտրողաբար շշեր է վերցնում Վրաստանը, ուղարկում լաբորատոր փորձաքննության։ Ինչ իրավունքով չեն հասկանում խմիչք արտադրողները։ Վրաստանը ընդամենը տարանցիկ երկիր է, իսկ իրենց ապրանքը Ռուսաստանն է ընդունելու։ Մի ժամանակ մաքսակետը անցնելիս բեռնատարները կապարակնիկը կախում էին մեքենայի վրա, իրենց պետությունը անցնելուց հետո մյուս ելքի սահմանը, տեսնելով որ կապարակնիկը տեղում է, մեքենաները բաց են թողել Ռուսաստան։ Իհարկե դիտավորություն կա։ Եթե դիտավորություն չլինի, Վրաստանը հանդիսանում է մեր բարեկամ, տարանցիկ որպես բարեկամ, տարանցիկ երկիր։ Եթե չկա դիտավորություն, այլ ինչ կա։ Հայկական արտադրության ոգելից խմիչքը Վրաստանի տարածքով Ռուսաստան ու ԵԱՏՄ այլ երկրներ է հասնում։ Տասնյակ ընկերությունների հետ պայմանագրեր ունեն կնքած։ Եթե ապրանքը ժամանակին տեղ չհասնի, ստիպված են լինելու տուգանքներ վճարել։ Հազարավոր դոլարների կորուստի առաջ են կանգնած։ 5 մեքենան, այսինքն 100,000 շիշ ապրանքը չի հասնում տեղ եւ իր արժեքի 100%-ի չափով ես կարող է վճարեմ տուգանքներ։ Հիմա մենք օրական ամեն մեքենային $100 փող ենք տալի, բայց դա չի կորուստը։ Կորուստը այն է, որ այդ պատճառով մենք կարող է շուկա կորցնենք։ Բայց սա չէ ամենավտանգավորը, ասում են խմիչք արտադրողները, մտավախություն ունեն, որ ռուսական շուկայում հայկական արտադրանքի տեղը կզբաղեցնի թշնամի պետության արտադրանքը։ Կասկածում են, որ վրացական կողմը արհեստական խոչընդոտ է ստեղծում ադրբեջանական էժան ապրանքը Ռուսաստան հասցնելու համար։ Ադրբեջանական խմիչքները մեր խմիչքներից էժան են։ Շատ հնարավոր է, որ ադրբեջանական խմիչքները մեր տեղը զբաղեցնեն։ Օրեր առաջ ես այս ամբիոնից ասել էի, որ խնդիրը շատ լուրջ է։ Ալկոհոլային խմիչք արտադրող ու արտահանող ընկերությունների խնդիրը Հայաստան խմբակցության ուշադրության կենտրոնում է վաղուց։ Պատգամավոր Գառնիկ Դանելյանը օրեր առաջ էր ահազանգել։ Արտահանողները խոշոր կորուստներ կունենան, եթե նրանց խնդրին լուծում չտրվի։ Ինչ է մտածում այդ մասին Հայաստանի իշխանությունը։ Վարչապետներս վերջերս տեղ մեր վարչապետներ գնացել, կառավարությունը կարող հեռախոսը վերցնի, զանգի վարչապետին, ասի ինչու չեք թողնում մեր ֆուրերը, պարզ հարց։ Պարոն Պապոյան, համեցեք։ Խնդիրը Հայաստանի կառավարության հետ չէ, սա է Վրաստանի դեսպանատան մոտ ցույց անողներին էկոնոմիկայի նախարարի պատասխանը։ Իրենք էլ են հասկանում, որ խնդիրը Հայաստանի կառավարության մեջ չէ եւ մենք հիմա ակտիվ աշխատանքի մեջ ենք, տարբեր սցենարներ, տարբեր իրավիճակներ են քննարկում Վրաստանի գործընկերների հետ։ Արդյոք էկոնոմիկայի նախարարությունում գիտեն բարեկամ Վրաստանի արարքի դրդապատճառները, օրինաչափ են համարում Թբիլիսի գործողությունները, չի ասում Պապոյանը։ Վրաստանի դեսպանը ընդունել է ցուցարարներին, խոստացել է 2 օրվա ընթացքում պարզել խնդիրը։ Աննա Գյուլնազարյան, Թերեզա Կադաևչյան, Աշոտ Մնոյան և Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։